Արցախի արդյունաբերական երբեմնի հսկայի Ղարմետաքս կոմբինատի վերակենդանացման ծրագրի ավարտական փուլը նշանավորվել է նոր ձեռնարկով Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանը, որի արտադրական հնարավորությունների մասին ևս անցյալ ժամանակով է խոսվում, հավակնում է դառնալ պետության եւ բիզնես միջավայրի արդյունավետ համագործակցության հերթական օրինակ։ Կառավարությունը ստեղծեց նոր բիզնես միջավայր, հնարավորություն ընձեռնելով այս պահին 7, հետագային մինչև 10-12 գործարանների, որոնք ունենան կազմակերպված, նախագծված, ավարտված տարածք, որտեղ կազմակերպեն իրենց բիզնեսը, հնարավորություն ընձեռնելով, որ մեր քաղաքի բնակիչները ունենան կայուն աշխատատեղ։ Արցախի կառավարության հերթական նախաձեռնությունը, որը տեղափոխվել է էլեկտրատեխնիկական գործարան, նպատակ ունի 1500 քառակուսի մետր տարածք տրամադրել գործարար միջավայրին։ Եթե Ղարմետաքս կոմբինատում հիմնական ուղղությունն է թեթև արդյունաբերությունը, ապա նախկին էլեկտրատեխնիկական գործարանը օգտագործվելու է այլ նպատակով։ Պետք է սյուրպրիզ անեմ մեր բնակիչներին ու բարձրաձայնեմ, որ էլեկտրոտեխնիկական գործարանի տարածքը նախագծվում է վերամշակման արտադրությունների կազմակերպման համար։ Ակնկալում ենք, որ ամբողջ 15000 քառակուսի մետր տարածքում կկազմակերպի տարբեր տեսակի վերամշակման արտադրություններ, որն արդեն 2-3 գործարարի հետ արդեն ունենք պայմանավորվածություն եւ ակնկալում ենք, որ այս տարվա վերջին արդեն արտադրանք կթողարկվի։ Հիմա, ինչպես ասում են, ողջ ծանրությունը շինարարների ուսերին է։ Պետք է հասցնել կարճ ժամկետներում համապատասխան վերանորոգման եւ կառուցման աշխատանքներն ավարտել։ Տանիքը իրականացված է հարթ տիպի շերտերով, որը ժամանակի ընթացքում անպիտանի դարձավ։ Ուստի հաշվի առնելով, որ տիպի տանիքը վերականգնումը ավելի պահանջում է մեծ ծախսեր, որոշվեց իրականացնել թիթեղով։ Մշակվեց համապատասխան նախագիծը եւ ներկա պահին աշխատանքների ընթացքավորված է, որը իրականացում է Սոֆենա ՍՊ-ի կողմից։ Շինարարությունը սկսել ենք այսօր, եթե եղանակային պայմանները չխանգարի, երևի կավարտենք համաձայն պայմանագրի պատվիրատուի հետ օգոստոս ամսում։ Սա փաստորեն երրորդ խոշոր ծրագրի մեկնարկն է Ղարմետաքս կոմբինատի եւ Արաքսի հովիտ ծրագրերից հետո։ Արաքսի հովտում գյուղատնտեսական, Ստեփանակերտում գյուղմթերքի վերամշակման հնարավորություններ, եւս մեկ կարևոր արտադրություն, որ կազմակերպվի այս տարածքում, գոֆրոտարայի արտադրությունն է։ Եթե գոֆրո արկղների արտադրությունը չկազմակերպվի Արցախում, ապա դժվար կլինի մեր վերամշակողների համար, որպեսզի դուրս գան միջազգային շուկա։ Ակնկալում ենք, որ 2015 թվականին մենք արդեն Արցախում ունենալու ենք գոֆրո արկղների արտադրություն։ Երկրի խոշոր վերամշակող ձեռնարկության Արցախ ֆրուտի կողքին հայտնվելու են մեծ ու փոքր վերամշակող ընկերություններ։ Հողագործը բերք իրացման խնդիր բացարձակապես չի ունենալու։ Աշխատատեղերի ավելացման հետ արտասահմանյան շուկա է մտնելու արցախյան էկոլոգիապես մաքուր սննդամթերքը։ Մեծ տեղ է հատկացվելու հատապտղի վերամշակմանը։ Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այն համոզմանն է, որ արցախցին պետք է հնարավորություն ունենա բնության տված հարստությունը օգտագործի, վերամշակի ու ներկայացնի աշխարհին։ Սամվել Բալայան, Մերուրա Մարտիրոսյան, օր